Եկեք ստուգենք ձեր գիտելիքները եւ տեսնենք քանի հատն եք ճիշտ գուշակում։ Այս ամենը գրաֆիկական պատկեր են լինելու, որից հետո դուք պետք է հասկանաք վերև կբարձրանա, թե ներքև կիջնի, նույնպես տրամաբանեք, կարող եք պաուզա տալ, որպեսզի հասկանաք ի վերջո որն է ճիշտ պատասխանը լինելու, նոր play տաք։ Եվ վերջում կխնդրեմ, որ գրեք ձեր ճիշտ գուշակած քանակը, որովհետև ուզում եմ հետաքրքրացնենք այս ամենը։ Հենց որ սկսեցինք։ Այս պատկերը, որ տեսնում ենք, բարձրանա, թե կիջնի։ Կիջնի։ Այս երկրորդ պատկերը, որ տեսնում ենք, ինչ եք կարծում, կբարձրանա, թե կիջնի։ Կբարձրանա։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Այս պատկերը, որ տեսնում ենք, կիջնի, թե կբարձրանա։ Կիջնի։ Այս պատկերը, որ տեսնում ենք, ի վերջո կբարձրանա, թե կիջնի, ըստ ձեզ։ Ինչի համար եք կարծում, որ ենթադրենք կիջնի, որտեղ այսպես ուժեղ մոմեր ունենք դեպի ներքև, թե կբարձրանա, որովհետև այստեղ ինչ որ բարձրացել է, բայց ի վերջո այստեղ իջել է։ Եվ իրականում կբարձրանա։ Okay? Եվ այստեղ այս պատկերը, որ տեսնում ենք, կբարձրանա, թե կիջնի։ Մի փոքր հուշում։ Այստեղ stop counting ենք ունեցել։ Հետևաբար, ինչքան էլ որ այսպես գեղեցիկ բարձրացել է, բայց ինքը կիջնի։ Եթե դուք ցանկանում եք սովորել, թե ինչի համար է շուկան բարձրանում կամ իջնում, կամ ինչ տրամաբանությամբ այս ամենը տեղի ունենում, ապա 0 to hero դասընթացները, 0-ից hero դասընթացները, trading-ի, ձեզ հասանելի է լինելու կամ արդեն իսկ հասանելի է, դուք կարող եք այս ամենը ինչը որ կար սովորել եւ նույնպես դուք կարողանաք այդ տրամաբանությամբ շարժվել առաջ, որովհետեւ շուկան հեշտ չի, բայց այն պահին, երբ որ հասկանում ես, թե ոնց է շարժվում, բավականին հեշտանում է։ Հենց որ կհանդիպենք հաջորդին, հիշեք, գրեք, թե քանի հատն եք ճիշտ գուշակել։ Հաջողություն։